Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք հայ-վրացական հարաբերությունների մասին, հատկապես այն ուղղությամբ, որ Դաշնակցությունը եւ իր ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ հայ-վրացական հարաբերությունները լարվում են եւ որ տնտեսական ուղղությունով զբաղվող մարդիկ, բիզնեսմենները, այսինքն, խնդիրներ են ունենալու եւ սրանում մեղադրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սա շատ կարևոր հարց է, որովհետեւ կարծում եմ պարոն Դանիելյանը մի փոքր շտապեց բացահայտել KGB-ի ծրագիրը։ KGB-ն գոյություն չունի, բայց գուցե կան մարդիկ, ով շարունակում են այդ գործունեությունը կամ շարունակում են ծառայել KGB-ի շահերին, կամ փնտրում են ում ծառայեն, իրավահաջորդներին եւ այլն։ Մի խոսքով, այն որ հայ հեղափոխական դաշնակցությունը KGB-ի շահերը սպասարկող ուժ է, դրանում կասկած չկա ակնհայտորեն։ Բայց խնդիրը նրանում է, որ հիմա իրանք բացահայտ խոսում են նրա մասին, որ հայ-վրացական հարաբերությունները լարվելու են եւ սրվելու են։ Սրա օրինակը, սրա հիմքը կարելի ասել, կոնկրետ պատճառը այս օրերի ընթացքում Euronest-ի ուրեմն այդ միջոցառումներ, որը տեղի ունեցավ Երևանում, դա Եվրոպական խորհրդարանի եւ Արևելյան գործընկերության 6 պետությունների, բայց բոլորը չէ որ մասնակցում են խորհրդարանի անդամների միասնական համաժողով է, որի ընթացքում ընդունվել է մի բանաձև եւ ասեմ ձեզ, որ երբ քննարկվում էր վրացական թեմայի վրա բանաձևը Վրաստանի հետ կապված, ապա հայկական падգամավորները դուրս են եկել, չեն առհասարակ մասնակցի այդ գործընթացում, բայց վերջնական բանաձևին հայկական կողմը իհարկե կողմ է քվեարկել։ Եվ ոչ թե դրա պատճառով, որ այդ փաստաթղթում Վրաստանի քննադատության մասին էլ կան հայտարարություններ, այլ այն պատճառով, որ այդտեղ կա շատ կարևոր հայտարարություններ եւ ուղղություններ Հայաստան Եվրոպական միություն, Հայաստանում իրավիճակը գնահատելու եւ այլն։ Ուստի Հայաստանի Հանրապետությունը չի կարող Վրաստանի շահերը իր շահերից բարձր դնել, ինչպես Վրաստանը չի կարող եւ չի դնում Հայաստանի շահերը իր սեփական շահերից բարձր։ Բայց գործակալները մեղադրում են Հայաստանին նրանում, որ Հայաստանը Վրաստանի շահերը ավելի բարձր չդրեց, քան Հայաստանի շահերը։ Այս գործակալները գիտեն, որ Վրաստանում այսօր ռուսական իշխանություն է եւ սպառնում են ռուսական իշխանության ձեռքով Հայաստանի համար խնդիրներ ստեղծելու քաղաքական, տնտեսական, ուրեմն Գառնիկ Դանիելյանին եւ իր թիմակիցներին պետք է ասել. նոր բան չեք ասում։ Ապրիլ ամսից արդեն կիսաշրջափակման մեջ է Հայաստանը Վրաստանի կողմից, բացարձակ անօրինական։ Եվ մենք գիտենք, որ այդ շրջափակումը վրաց ժողովրդի, ինչպես վրացիք իրանց կոչում են քարտվելների կողմից չի կազմակերպված։ Ես ամբողջ պատասխանատվությամբ սա ասում եմ եւ հստակ ընդգծում եմ, որ այստեղ հասարակությունը դեմ է Հայաստանի դեմ այսպիսի քայլերի։ Բայց իշխանությունում այստեղ գտնվում են ռուսական ուժերը, ինչպես Հայաստանում երկար ժամանակ էին գտնվում ռուսական ուժերը եւ իրենց քայլերի համար, որոնք եղել են ուղղված Վրաստանի դեմ նաեւ, երբեք Վրաստանը հայ ժողովրդին չի մեղադրել։ Խնդիրը նրանում է, որ այս գործակալները աջակցում են այդ սցենարին, որ Ռուսաստանը Վրաստանի միջոցով սկսի պատժել Հայաստանին եւ սրել հայ-վրացական հարաբերություններ։ Բայց ասելով Ռուսաստան, ես նկատի ունեմ այն համակարգը, որը ներկայացնում է Լավրովը։ Եվ որի մասին հիմա շատ լուրջ քննադատություններ են հնչում հենց Ռուսաստանից, եւ ես ուրախ եմ
դա լսել, որովհետև երկար ժամանակ է այստեղ նաև ասում եմ, որ պարոն Լավրովը տապալել է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը եւ դիվանագիտությունը։ Եվ հիմա երբ դուրս է գալիս եւ հայտարարություն է անում Լավրովը, որ կանխելու են Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Կենտրոնական Ասիա այդ համագործակցությունը, այստեղ հարց է առաջանում. եթե դուք դիվանագետ եք, ինչու եք խոսում պաշտպանության նախարարի կամ ավելի ճիշտ ամերիկյան երևի տարբերակն եք ընկալել եւ Ամերիկայում գիտեք պաշտպանության նախարարություն դարել է պատերազմի նախարարություն եւ ինչպես պատերազմի նախարարության նախարար լինի Լավրովը, այդպես է խոսում այս տարածաշրջանի հետ կապված։ Եվ այդ մոտեցումներով տապալել է իր առաքելությունը, որովհետեւ կարողացել է միևնույն ժամանակ իր ազդեցությունը իր պետության կորցնել Հայաստանում, Ադրբեջանում, Կենտրոնական Ասիայում Գառնիկ Դանիելյանների պատճառով, որովհետև միջև ձեր հիմքը, պարոն Լավրով, այստեղ գործակալներն են, առաջընթաց չի լինելու։ Միջև այն մարդիկ են, ում այս ժողովուրդը չի կարող ընդունել, առհասարակ բռնում եւ մերժում է, ինչպես հնարավոր է, տարբեր ձևերով նկատի ունեմ վերլուծություններում, մեկնաբանություններում, հայտարարություններում, սոցիալական ցանցերում, փողոցներում ամենտեղ մերժված են։ Սերժին մերժելը միայն հո Սերժի մասին չէր, ամբողջ այդ պիղծ համակարգն է մերժվել ժողովրդի կողմից։ Ձեր խաղադրույթը անելը այս մերժվածների վրա բերում է այդ արդյունքների։ Եվ հիմա կարծելալով, որ նույն համակարգը, որը դուք մի կերպ վրաց ժողովրդի կամքի դեմ կարողացել եք ձևավորել Վրաստանում, որը առհասարակ կանգնած է բռնապետության համակարգի վրա, երկարաժամկետ միայն վատթարացնում է Ռուսաստանի մասին վրաց ժողովրդի ընկալումները, դուք հիմա ուզում եք դա օգտագործել ճնշումների համար Հայաստանի վրա, ել ավելի որ Հայաստանը հեռանա Ռուսաստանի եւ ուրեմն Ռուսաստանի հետ նորմալ գործնային հարաբերություններից, իսկ ձևավորելով հարաբերություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանը իմ պատկերացումով չի ցանկանում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ավելին, իհարկե, չի ցանկանում սրել հարաբերությունները Վրաստանի հետ, ինչու՞ մասն է խոսքը։ Հակառակը, վարչապետ Փաշինյանը այսօր ես կարծում եմ Վրաստանում ամենաբարձր ուրեմն ցուցանիշ քաղաքական ունեցող քաղաքական գործիչն է իմ պատկերացումով, այդքան դրական գնահատականներ է ստանում իր բազում քայլերի եւ հայտարարությունների համար Վրաստանի հասարակությունից։ Եվ ինչպես է սրվելու այդ հարաբերությունները։ Կեղծ օրակարգով, ԿԳԲշնիկների միջոցով եւ գուցե դուք հայ-վրացական հարաբերությունները սրելու համար նաեւ տարբեր շերտերը եւ ոլորտները օգտագործեք։ Գուցե սա ներառի Վրաստանի տարածքում ապրող հայության ինչ որ ձևաչափերը, գուցե սա այն արմենոֆոբիան ներառի, հայատյատությունը, որը Ռուսաստանը երկար ժամանակ Լավրովի հետ համակարգը Մարգարիտա Սիմոնյանների, Սոլովյովների այդ տրամաբանությունը երկար ժամանակ այստեղ հայատյատություն է փորձել տարածել Վրաստանում։ Գուցե Ադրբեջանն էլ որ հայատյատություն էր այստեղ տարածում Վրաստանում, այդ հայատյատության եւ այդ Ադրբեջանի մոտեցումների հետևից նաև դուք եք կանգնած։ Դրա պատճառով գուցե Իլհամ Ալիևը Սորենի այդ մատակարարումը բացելուց եւ առհասարակ բլոկադան հանելուց, շրջափակումը հանելուց մի քանի շաբաթ անց այսպիսի կտրուկ հայտարարություններ է անում։ Եվ սա գուցե կապված է Լավրովի այդ հայտարարության հետ, որ ամեն ձևով ձեռ չեն տալու։ Հիմա ես պետք է ասեմ, որ եթե հայ-վրացական հարաբերություններում խնդիր կա, ապա դա հայ հեղափոխական դաշնակցությունն է։ Միակ եւ ամենակարևոր խնդիրը, որովհետեւ հայ հեղափոխական դաշնակցությունը երկար տարիներ է Վրաստանի տարածքային ամբողջականությունը իր քարտեզներում հարցի տակ է դրել։
Ես սա բացահայտ բարձրաձայն ձեզ ասել եմ։ Նույնը ես ասել եմ նաև ազգային ժողովրդավարական բևեռին, որը նաև Վրաստանի տարածքային ամբողջականությունը հարցի տակ է դնում իր քարտեզներում։ Եվ ես ասել եմ, որ սա անթույլատրելի է, սա չպետք է շարունակվի։ Ժամերի ընթացքում բացատրել եմ մանրամասն։ Ասողին լսող է պետք, իսկ ով չի ուզում կամ չի ընկալում այսպիսի բաները, այդտեղ արդեն այսպիսի ճշմարտություն է, որ հայ-վրացական հարաբերություններում չպետք է ստեղծեք դուք խնդիր։ Միակ դա է խնդիրը։ Ապա օրակարգ պետք է լինի հետևյալ, որ սա իրականում հայ-վրացական հարաբերությունների սրելու իրական ցանկություն է, երկարաժամկետ։ Եվ դուք չեք, որ պետք է բացատրեք մեզ հայ-վրացական հարաբերությունները ինչպես պետք է կառուցվեն։ Այն մարդիկ, ով ամենաշատն են արել վնասելու հայ-վրացական հարաբերություններին։ Եվ ուստի Գառնիկ Դանիելյանին, Իշխան Սաղաթելյանին եւ մնացած դաշնակցության ներկայացուցիչներին ես կոչ եմ անում զերծ մնալ Վրաստան բառը առհասարակ ասելուց, Վրաստանի մասին առհասարակ խոսելուց, որտեղ դաշնակցությունը Վրաստանի մասին չպետք է խոսի։ Վրաստանում դաշնակցությունը ընկալվում է ինչպես թշնամի։ Եվ այդ մարդիկ են հիմա բացատրելու մեզ, որ Նիկոլ Փաշինյանն է ստեղծում խնդիրներ հայ-վրացական հարաբերություններում, ասեմ ձեզ, որ Վրաստանում Նիկոլ Փաշինյանը ընկալվում է ինչպես ամենավրացամետ, իր սահմանափակ տրամաբանությունով հասկանում եք, հայամետ, բայց Վրաստանի ուղղությամբ բարենպաստ քաղաքական գործիչ, Հայաստանի առաջնորդներից, նկատի ունեմ 4 այդ նախագահից։ Նիկոլ Փաշինյանի օրոք եւ իմ ներդրումով նաև Հայաստանը հասել է նրան, որ ոչ միայն դեմ չի քվեարկում Վրաստանի բանաձևին մակում մեր փախստականների վերադարձի մասին Աբխազիա եւ Ცხինվալիի շրջան, այլ հիմա արդեն կողմ է քվեարկում նաև, եւ դա շատ կարեւոր պատմական դրական ուղերձ է։ Եվ ոչ միայն դա, առհասարակ այն ելույթները, որը վարչապետ Փաշինյանը ունեցել է Վրաստանի Սամցխե Ջավախեթի շրջանում, ինչպես մենք ենք հայերեն ասում Ջավախքում, Վրաստանի տարածքում։ Իր ժամանակ, երբ ընտրվեց վարչապետ, եկավ այցով եւ ասաց, որ ինտեգրացիոն պետքա տեղի ունենա, լեզու պետքա սովորի տեղի բնակչությունը եւ այլն։ Այդ կոչերը շատ բարձր գնահատական ստացան վրացական կողմից։ Ուստի հիմա փորձել օգտագործել այս թեմաները նրա համար, որ ռուսական, լավրովական ավելի ճիշտ, օրակարգը առաջ տանել, այն էլ ծագումով այստեղից լինելով, Լավրովը այդքան վատ դիվանագետ է, որ լինելով ծագումով այստեղից եւ խոսակցություն կա, որ ունի նաեւ հայկական արմատներ, դա չի նշանակում, որ ինքը հայ է։ Հայը արմատների մասին չէ։ Հայը լրիվ ուրիշ բան է, միայն մենք եւ դուք ենք լավ հասկանում հայը ինչ է։ Դա միայն DNK-ի հարց չէ։ Միայն արմատի հարց չէ, որ ինչ որ մեկը նախնիներից հայ է եղել։ Այդպիսի ինչքան ուզես կա։ Հարցը ուրիշ բանում է։ Հայը ուրիշ ծավալի նկարագրություն է մարդու, բայց մենք դրա մասին առանձին կխոսենք ուրիշ ժամանակ։ Հաստատ Լավրովի թեմայի շուրջ չէ, որովհետև Լավրովը տապալել է իր պատմությունը նաև, չի կարողացել Վրաստանի եւ Հայաստանի հետ ճիշտ դիվանագիտական հարաբերություններ զարգացնի։ Եվ իր սխալների պատճառով մենք էլ ենք հայտնվել իրավիճակում, որ մեր պատասխան գործողություններն էլ սխալներ են պարունակում։
ինչպես Վրաստանի կողմից, այդպես էլ Հայաստանի կողմից հիմա։ Բայց աղբյուրը սրա այդ դիվանագիտության փոխարեն Ուվալդայի արտաքին քաղաքականությունն է, որը ինքը վարել է, որի արդյունքում հիմա այն սարսափելի պատմական աղետն է տեղի ունենում Ուկրաինայում, որի ականատես ենք մենք բոլորս, ցավոք։ Առհասարակ ես երկար ժամանակ է արդեն ասում եմ Ռուսաստանը եւ ուստի Լավրովը ինչպես առաջի դիվանագետ միակ պետությունն է աշխարհում, ով կարողացել էր սրել իր հարաբերությունները համ Հայաստանի, համ Ադրբեջանի հետ։ Հիմա գալով ամենագլխավոր հարցին, ես կոչ եմ անում հայկական ներքաղաքական դաշտին առհասարակ Վրաստանի թեմաներով սպեկուլացիոն ինչ որ հարցերի մեջ չմտնեն։ Մենք գիտենք Վրաստանում ինչպիսի իշխանություն է, ում իշխանությունն է, ինչ ազդեցություններ ունի, հայ-վրացական հարաբերությունները այստեղ այնքան երկար ժամանակ է գոյություն ունեն, որ Ռուսաստան դեռ պետություն այդպիսի գոյություն չուներ, մենք արդեն շատ մոտ հարաբերություններ ունեինք այս երկու ազգերև պետությունները։ Եվ թող Հայաստանի ընդդիմությունը Վրաստանով կամ Վրաստանում ռուսական իշխանություններով չսպառնա Հայաստանին։ Այն էլ դաշնակցությունը։ Ես առհասարակ կարծում եմ եւ իմ այս հատվածում կոչ եմ անում նաեւ եւ դիմում եմ Հայաստանի իշխանություններին, պարոն վարչապետին Նիկոլ Փաշինյանին, որ գլխավոր խնդիրներից մեկը դա մեր պատմական կառույց ազգային նկատի ունեմ, մեր նկատի չունեմ որևէ մեկին առանձին, ազգային, հայկական, հաստատ հայկական ազգային կառույց է, հայ հեղափոխական դաշնակցությունը, բայց այդտեղ KGB-ի ազդեցությունը եւ ղեկավարությունը շատ մեծ խնդիր է։ Առհասարակ հայկական ներքաղաքական դաշտում այդ խնդիրը կա, բայց ամենածավալունը իհարկե դա հենց հայ հեղափոխական դաշնակցությունն է։ Եվ ես կարծում եմ, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ազատագրելուց հետո օրակարգում պետք է լինի դաշնակցության հետ կապված այս խնդիրը լուծելը։ Նկատի ունեմ այն, որ դաշնակցությունը օտար պետության հատուկ ծառայությունների շահերն է անցկացնում։ KGB-ի։ Պարոն վարչապետը երկար է խոսում է արդեն KGB-ի ազդեցության եւ խնդիրների մասին։ Եկեղեցում երկկողմանի է այդ մեդալը։ Մեդալի մի կողմը Կտրիչ Ներսիսյանը եւ իր համակարգն է, իսկ մյուս կողմը դաշնակցությունն է։ Եվ այս հարցերը պետք է լինեն հայկական պետության օրակարգում։ Եվ եւս մեկ անգամ այն փաստը, որ իրանք հիմա փորձում են Վրաստանի հետ հարաբերությունները սրեն եւ դրա մասին են խոսում, դա ուղղակի եւս մեկ բացահայտում է ինչ է պատրաստել KGB-ն, ինչ սցենար է պատրաստել։ Եվ հաշվի առնելով դաշնակցության ազդեցությունը, ես հուսով եմ, որ դաշնակցությունը չի լինելու ներգրաված այդ սցենարի մեջ, բայց կասկածում եմ, բացահայտ ասեմ, որ չի լինելու։ Կարծում եմ, որ լինելու է հայ-վրացական հարաբերությունների սրման գործում ներգրաված։ Գուցե ինչ-որ ծրագրեր ունենա դաշնակցությունը, նաև Սամցխե Ջավախեթիում, Վրաստանի տարածքում, կամ որևէ միտեղ ուրիշ, ինչպիսի չգիտեմ, բայց տարբեր աղբյուրներից հնչում են տվյալներ, որ հայ-վրացական հարաբերությունները պատրաստվում են սրել։ Հայկական պետությունը ամեն ինչ կանի, ես համոզված եմ, որ դա թույլ չտա։ Եվ ինչպես հայ-վրացական հարաբերությունները սրող անձիկ Քախալյանին եմ ասում, նկատի ունեմ խոսքին, որը հերիք չի Վրաստանում հայ-վրացական հարաբերություններ էր սրում, եկել էր Հայաստան նաև ռուսական KGB-ի օրակարգը անցկացնում էր Հայաստանում։
ձերբակալված է հիմա։ Ես հուսով եմ, որ հայկական պետությունը շատ լուրջ կվերաբերվի այս հարցին, որովհետև հայ-վրացական հարաբերությունները առանձնահատուկ կարևորություն ունեն մեր բոլորիս համար։ Առաջի հերթին մեր համար, Վրաստանի հայության համար։ Եվ մենք սա թույլ չենք տալու։ Բոլորս միասին։ Ուստի ես հանրությանը նաև զգուշացնում եմ. գիտեցեք, որ այսպեսի սցենար են պատրաստում գործակալները։ Եվ սա եւս մեկ ապացույց է, ինչու պետք է լուծվի գործակալների հարցը։ Պետք է լուծվի գործակալների հարցը։ Եվ Կտրիչ Ներսիսյանի հարցը լուծելը դրա սկիզբն է եւ կարևորագույն հաղթանակն է, որը ավելի հեշտ կլինի ամփոփել առանց Կտրիչ Ներսիսյանի։ Ուստի շարժվում ենք առաջ։ Եվ կոչ եմ անում բոլորին, նկատի ունեմ այդ գործակալներին, զերծ մնալ այսպիսի քայլերից։ Զերծ մնալ։ Մենք շատ ուշադիր ենք լինելու այս քայլերի հանդեպ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք, ցտեսություն։